Ողջույն, ATV եթերում առողջ ապրելակերպի ժամն է, այսինքն կյանքի համը։ Մենք հանդիպում ենք յուրաքանչյուր երկուշաբթի ուրբաթ, տեղեկացնում ձեզ այն ամենին, ինչ օգնում է պահպանել առողջությունը։ Լսում ենք բժշկական խորհուրդներ, ծանոթանում գիտնականների կատարած նոր բացահայտումներին։ Իսկ թե ինչ է սպասվում այսօր մեր եթերում, կարող եք տեղեկանալ վայրկյաններ անց։ Խորհուրդներ, բաղադրատոմսեր ու բուժիչ միջոցներ, բուժական խորհուրդներ ամենօրյա էջում։ Հնդկական ընկույզ, անչափ օգտակար, սննդարար ու բուժիչ, մարմնամարզական էջ, կատարելով ամեն օր ձերբազատվում ենք առողջական խնդիրներից։ Ավելորդ քաշից ազատվելու տարբերակ, որ կատարվում է լոգանքների միջոցով, մթերքներ, որ կօգնեն արագ քնել ու վերջ տալ անքենությանը։ Դիտում ենք ու տեղեկանում մեր եթերում։ Կյանքի համ շնիկ ATV.am, ահա մեր էլեկտրոնային փոստի հասցեն, որին էլ կարող եք ձեր հարցերը հղել։ Մեր բժիշկները կպատասխանեն ձեր հարցերին, կառաջարկեն ժողովրդական ավանդական բուժիչ միջոցներ, այնպես որ ակտիվ եղեք։ Ինչպես է պետք կանխել մազաթափությունը։ Բուժական ինչ միջոցի է պետք դիմել։ Վարդուհի Դավթյան։ Մազաթափությունը, ինչպես նաև մազերի աճը, դրանք բնական երևույթ են և կարող են լինել յուրաքանչյուր մարդու մոտ։ Մարդու գլխից օրեկան կարող են թափվել 50-ից 100 մազ։ Մազաթափությունը դա բազմապատճառային հիվանդություն է։ Նրանց պատճառներից են հանդիսանում քրոնիկ ինֆեկցիաները, ստրեսները, էնդոկրին հիվանդությունները, սնկային հիվանդությունները, հակաբեղմնավորիչների օգտագործումը, երկար ժամանակ հակաբիոտիկների օգտագործումը, երեխաների մոտ պարազիտակրությունները, ինչպես նաև գլխամաշկի հիվանդությունները։ Այս հիվանդությունը բուժելու նպատակով ցանկալի է լիարժեք ախտորոշում իրականացնել առաջնային հերթին պարզելու պատճառը։ Մազաթափությունից խուսափելու համար պետք է խուսափել նաև մազերին քիմիական վնասումներից։ Եղանակի փոփոխությունները դրանք նույնպես բնորոշ պայմաններ են մազաթափության առաջացնելու համար։ Մազաթափությունը կարող է լինել ինչպես տարածուն, այնպես էլ օջախային։ Հիվանդին լիարժեք ախտորոշելուց և հետազոտություններ անցկացնելուց հետո առաջին հերթին պետք է վերացնել պատճառը։ Մազաթափության բուժումը կատարվում է դեղորայքային, ինչպես նաև ժողովրդական բժշկությունը մեզ առաջարկում է մի քանի տարբերակներ։ 3 ճաշի գթալ կիտրոնի հյութ, 1 ճաշի գթալ սոխի հյութ և 1 ձվի դեղնուց։ Խորհուրդ ենք տալիս այդ բոլորը խառնել իրար, հարել, ներմերսել մազարմատներին, թողնել 15-ից 20 րոպե, այնուհետև լվանալ մազերը կիտրոնաջրով։ Հաջորդ բաղադրատոմսը, որը կցանկանային նշել, հետևյալն է. 3 թեյի գթալ հալվեի հյութ, 2 թեյի գթալ սոխի հյութ, 3 թեյի գթալ գերչակի յուղ և 1 ձևի դեղնուց։ Այս բոլորը խառնում ենք, քսում ենք մազարմատներին, ներմերսելով մազարմատները, թողնում ենք 1-ից 2 ժամ, այնուհետև լվանում ենք գոլ ջրով։ Այս նույնը կարելի է կրկնել շաբաթը 2 անգամ 1 ամիս տևողությամբ։ Ժողովրդական բժշկության հետ զուգահեռ ցանկալի է նաև հետևողական լինել սննդակարգին, քանի որ սխալ սննդակարգը դա նույնպես նպաստող պատճառ է մազաթափությանը։ Խորհուրդ ենք տալիս օգտագործել բանջարեղեն, մրգեր, հատկապես մաղադանոսի և գազարի հյութը։ Ախտորոշվեք, դիմեք նեղ մասնագետներին և եղեք առողջ ու գեղեցիկ։ Մեր հաղորդումների ժամանակ մենք բազմիցս խոսել ենք տարբեր ընկույզի տեսակների մասին, հնդկականին երբևէ չենք անդրադարձել, ասում են, որ սա ընկույզի շատ օգտակար տեսակ է, փորձենք բացահայտել այն։ Հնդկական ընկույզն աչքի է ընկնում իր ձևով, այն նման է կիսալուսնի։ Սա ընկույզի բավականին հետաքրքիր տեսակ է, որը աճում է հիմնականում Հնդկաստանում։ Այն արտահանվում է ողջ աշխարհով մեկ, իսկ այսօր այն կարելի է գտնել նաև հայաստանյան շուկայում, ինչը հաճախ կարելի է տեսնել մեր տոնական սեղաններին։ Ընկույզի այս տեսակը մինչ մեր սեղանին հասնելը հատուկ մշակման է ենթարկվում, քանի որ այն թունավոր յուղեր է պարունակում։ Իհարկե այս գործով զբաղվում են մասնագետները և հմտորեն հեռացնում այն։
Երբ թունավոր յուղը հեռացվում է հատուկ տապակման միջոցով, ապա անկույզն արդեն կարելի է օգտագործել։ Հետաքրքիր է, բայց անգամ այս թունավոր յուղն օգտագործվում է մարդկանց կողմից փայտամշակման մեջ։ Հնդկական անկույզն ունի նուրբ համ, թվում է, որ այն շատ յուղալի է, բայց դա այդպես չէ։ Իր յուղայնությամբ այս անկույզը զիջում է հունականին, նուշին ու պիստակին, բայց փոխարենը պարունակում է մի շարք օգտակար նյութեր։ Դրանք են սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը, բուսաբջջանքը, բնական շաքարն ու ճարպաթթուները։ Խոսենք նաև հնդկական ընկույզի կալորիականության և իհարկե քիմիական բաղադրության մասին։ 100 գրամ հնդկական ընկույզի սննդային արժեքը կազմում է 600 կիլոկալորիա։ Սա իհարկե ցածր ցուցանիշ չէ, բայց այն պարունակում է նաև վիտամիններ, այդ թվում նաև B և E խմբի։ Ամենակարևոր նյութը, որ պարունակում է այս ընկույզը, օմեգա 3 ճարպաթթուն է։ Եթե մենք օգտվենք այս մթերքից անգամ քիչ քանակությամբ, բայց ոչ շատ շուտ, ապա արյան մեջ խոլեստերինի քանակությունը նորմայի կհասցնենք, կպաշտպանենք ուղեղի բջիջները։ Այն մարդիկ, ովքեր օգտվում են այս մթերքից, ապա չունեն ատամների հետ կապված խնդիրներ, եթե իհարկե հետևում են նաև հիգիենայի կանոններին։ Ճապոնացի գիտնականները բացահայտել են, որ հնդկական ընկույզը վերացնում է բոլոր այն բացիլները, որոնք էլ քայքայում են ատամի էմալը, այնպես որ մոտ ապագայում հնարավոր կլիներ ստեղծվեն այնպիսի ատամի մածուկներ, որոնք պարունակում են հենց հնդկական ընկույզ։ Լնդերի բորբոքման ժամանակ ժողովրդական բժշկությունն առաջարկում է լավ մանրացնել հնդկական ընկույզը, խառնել այն մեկ թեյի գթալ մեղրի հետ, քսել լնդերին ու պահել մոտ 10 րոպե։ Այս մթերքն օգտակար է նաև մաշկային հիվանդություններ ունեցողներին, խորհուրդ է տրվում էկզեմայի, պսորիազի ժամանակ։ Իդեպ հնդկական ընկույզը բարձրացնում է նաև օրգանիզմի դիմադրողականությունը։ Հնդկաստանում այն եփում են ջրում կամ պարզապես թարմ վիճակում օգտագործում, եթե ունեն շնչառական խնդիրներ, ասթմա, բրոնխիտ։ Այն ունի տոնուս հաղորդող ու հակաբացիլային հատկություն։ Իդեպ եթե առկա է սակավայրունություն, թուլություն կամ հյուծվածություն, պետք է անպայման սննդակարգում հնդկական ընկույզը ներառել։ Անդրադառնանք նաև այս ընկույզի յուղին։ Այս ընկույզի յուղը կիրառվում է նաև կոսմետոլոգիայում։ Օրինակ, եթե մաշկը կարմրել է, ապա կարելի է 1 ճաշի գթալ հնդկական ընկույզի յուղին ավելացնել վարդի յուղ ու մերսել կարմրած հատվածը։ Իսկ այժմ ընկույզի ընտրության ու պահպանման մասին։ Հաճախ հնդկական ընկույզը վաճառվում է աղի վիճակում, սակայն սա չի նշանակում, որ այն անորակ է։ Գներիս ընտրեք միջին չափսերի ընկույզ, այն չի կարելի երկար ժամանակով պահպանել տաք վայրում։ Ավելի լավ է նախապատվությունը տալ սառնարանին կամ որևէ ցուրտ վայրին։ Սա շատ օգտակար և սննդարար մթերք է, բայց մի չարաշահեք, օրական 3 հատիկը բավական է։ Այսօր կառաջարկենք ձեզ ավելորդ քաշից ազատվելու տարբերակ, որը իրականացվում է տարբեր լոգանքների միջոցով։ Դիտում ենք։ Ծովի աղն օժտված է հրաշագործհատկությամբ, այն օգնում է ազատվել ցելյուլիտից, լավացնում մաշկի որակը։ Եթե ուզում եք պատրաստել լոգանք, որը կօգնի նաև ազատվել ավելորդ քաշից, ապա 200 գրամ աղը բացեք ջրում ու նման լոգանքներ ընդունեք շաբաթական 2 անգամ։ Սոդան ևս շատ օգտակար է նման հարցերում ու նպաստում է արակնի հարելուն։ Այս դեպքում կրկին հարկավոր է 200 գրամ կերակրի սոդան բացել լոգանքի ջրում ու պառկել այս ջրում 20 րոպե։ Ավելորդ քաշից ազատվելու ու մաշկը թարմացնելու հաջորդ տարբերակը իրականացվում է անգլիական աղի միջոցով, որը թուլացնում է մկաններն ու օգտակար է չոր մաշկին։ Լոգանք պատրաստելու համար 2 ճաշի գթալ անգլիական աղը պետք է ավելացնել լոգանքի ջրում ու այս ջրում պառկել 20 րոպե, որից հետո պետք է սառը ցնցուղ ընդունել։ Օգտակար է նաև կաթը, որը կարելի է 1 լիտրի չափով ավելացնել լոգանքի ջրում։ Նման կերպով կարելի է կիրառել նաև 7 կաթիլի չափով լավանդայի յուղը։ Իդեպ, եթե ուզում եք արագ ժամանակահատվածում դրական արդյունքի հասնել, ապա կարող եք օգտվել նաև տաք ու սառը ցնցուղից։ Մոտ 5 րոպե ընդունել տաք ցնցուղ, ապա 2 րոպեի չափով սառը ու այսպես մոտ 15 րոպե։ Օգտվեք տարբեր լոգանքներից, հիշեք, որ դրական արդյունքի հասնելու համար պետք է նաև հետևել բալանսավորված սննդակարգին։ Իսկ այժմ եկեք ծանոթանանք, թե որոնք են այն մթերքները, որոնք էլ վերացնում են անքնությունը։
Անքնությունը սպառնում է շատերին, այս դեպքում օգնության կարող են հասնել ոչ միայն քնաբերները, այլև որոշ մթերքներ ու ըմպելիքներ։ Անդրադառնանք այդ մթերքներին, որպեսզի բնական կերպով վերացնենք անքնությունը։ Եվ այսպես գիտնականներն ասում են, որ լավ օգնում է այս հարցում ու առողջ քուն պարգևում վարսակը, որը մեր օրգանիզմում արտադրում է մելատոնին հորմոնը, ինչն էլ նպաստում է առողջ քնին։ Հենց այս հորմոնն է, որ քնկոտություն է առաջացնում ու նպաստում առողջ քնելուն։ Հաջորդ մթերքը դա բալն է, իսկ ավելի ստույգ բալի հյութը, որը բնական քնաբեր միջոց է համարվում։ Բավական է հասուն մարդը օրական 2 բաժակ բալի հյութ խմի, որպեսզի նրա քնի տևողությունը երկարի 39 րոպեով, իսկ անքնությունը վերանա։ Օգտակար են նաև հացահատիկային մթերքները, որոնցից խորհուրդ է տրվում օգտվել քնելուց 1 ժամ առաջ։ Եվ վերջում եզրափակենք ցուցակը թեյով ու մեղրով, որոնք ունեն հանգստացնող հատկություն, թույլատնում են նյարդերը, որի արդյունքում էլ մարդը քնում է հանգիստ ու առողջ։ Այնպես որ վերացնենք անքնությունը բնական ճանապարհով, այլ ոչ թե դեղահաբերով։ Յուրաքանչյուր օր մենք առաջարկում ենք ձեզ կատարել թեթև մարմնամարզական շարժումներ։ Այսօր բացառություն չէ, մարզվում ենք միասին։ Այս վարժությունը կատարվում է գանտելների միջոցով, կատարում ենք թեթև շարժումներ, պահում գանտելները մեկ ուղղությամբ, ապա պտտում ձեռքը ու նման կերպ ակտիվացնում մկանները։ Վարժություն գնդակի օգնությամբ, բռնեք այն 2 ձեռքով ու պտտեք ձեր շուրջ, ուշադիր եղեք ոտքերը ևս աշխատում են։ Հաղորդմանը սպասարկում է Էմ Զաքարյան գեղեցկության սրահը, ոճաբան վարսահարդար Ռադիկ Զաքարյանը։ Այսօրվա համար այսքանը, մաղթում ենք ձեզ հաճելի օր եւ բարձր տրամադրություն, պահպանեք առողջությունը, չէ՞ որ ամենաթանկ հարստությունն է աշխարհում, իսկ մենք խոստանում ենք ձեզ նոր հետաքրքիր բացահայտումներ, կհանդիպենք ATV-ի եթերում։